Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի հայրենակիցներ։ Այս զեկույցի շրջանակում կխոսեմ 3 հարցերի մասին։ Նախ կանդրադառնամ 2025 թվականի պետական բյուջեով կատարված կապիտալ ներդրումների հարցին, որպես կայուն եւ երկարաժամկետ տնտեսական զարգացման էական գործոնի։ Այնուհետև կխոսեմ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական եւ սոցիալական ինտեգրման միջավայրի բարելավման ուղղությամբ տարված աշխատանքների մասին։ Ելույթս կեզրափակեմ արդյունավետ հանրային կառավարման համակարգի կայացման ուղղությամբ 2025 թվականի ընթացքում իրականացված գործընթացներին, որոնք առաջիկա տարիներին էական ազդեցություն կունենան հանրային կառավարման եւ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցում։ Կապիտալ ներդրումների արդյունավետ իրականացումն ունի էական նշանակություն, ինչպես մեր տնտեսության մրցունակության եւ կայուն տնտեսական աճի ապահովման, այնպես էլ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, կրթության, առողջապահության, էներգետիկ, ջրամատակարարման, ճանապարհային եւ այլ կենսական համակարգերի բարելավման միջոցով։ Դա է պատճառը, որ այս ծախսերի ավելացումը, կատարվող ներդրումների որակի եւ արդյունավետության բարձրացումը շարունակել են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում նաև 2025 թվականին։ Այսպես, 2025 թվականին պետական բյուջեի կապիտալ ծախսերը շարունակել են զգալիորեն աճել, կազմելով 702.5 միլիարդ դրամ, որը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է շուրջ 145 միլիարդ դրամով կամ 26%-ով, իսկ 2018 թվականի ցուցանիշը ավելի քան 4.6 անգամ։ Այս թվում շարունակել են էականորեն աճել տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներում կատարված կապիտալ ներդրումները, որոնք 2025 թվականին կազմել են 273.5 միլիարդ դրամ, 2024 թվականի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 58 միլիարդ դրամով։ Կարևոր է նաև նշել, որ այս ցուցանիշը 3 անգամ ավելին է, քան նույն ուղղություններով 2018 թվականի կապիտալ ծախսերի մակարդակը։ Եթե տարվա ընթացքում կատարված տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումներին գումարենք նաև սուբվենցիոն ծրագրերով համայնքների զարգացման ուղղված կառավարության համաֆինանսավորման հատկացումները, ապա կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեից ֆինանսավորված կապիտալ ծախսերի հանրագումարը 2025 թվականին կազմել է 321.1 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ ավելին է 24%-ով։ Այս թվային ցուցանիշների հիմքում ընկած են կրթության եւ առողջապահական, ճանապարհային, ռոռոկման եւ խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ուղղված շատ կարևոր նախաձեռնություններ։ Ժամանակի սղության պատճառով բոլոր կարևոր հարցերի մասին մանրամասնորեն խոսել հնարավոր չի լինի, սակայն կանդրադառնամ դրանցից ամենահիմնականներին։ 2025 թվականի կապիտալ ծախսերի կարևոր ուղղություններից է եղել կրթական հաստատությունների, մասնավորապես 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման եւ նորոգման ծրագիրը։ Այս ուղղությամբ 2025 թվականի պետական բյուջեով փաստացի ծախսվել է 119 միլիարդ դրամ, որը ներառում է նաև սուբվենցիոն ծրագրերով կառավարության համաֆինանսավորման արժեքը, ինչը շուրջ 67 միլիարդ դրամով կամ 2.3 անգամ գերազանցում է 2024 թվականի եւ 25 անգամ 2018 թվականի ցուցանիշը։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ այս գրանցված աճը տեղի է ունեցել կատարվող աշխատանքների որակին ներկայացվող պահանջների շարունակական բարձրացման պայմաններում։ 300 դպրոց ծրագրով 2021 եւ 2026 թվականների ընթացքում իրականացվել են 374 հանրակրթական հաստատությունների կառուցման եւ նորոգման աշխատանքներ։ 2026 թվականի հունիսի 10-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են 138 հաստատություններում, այս ամսվա ավարտին այդ թիվը կհասնի 170-ի, սեպտեմբերի 1-ին կլինի ավելի քան 240, իսկ 2026 թվականի ավարտին կառուցված կամ նորոգված դպրոցների քանակը կգերազանցի 300-ը։ Ներկայումս կառուցման մեջ գտնվող 74 հանրակրթական հաստատություններում շինարարական աշխատանքները կավարտվեն ոչ ուշ քան 2027 թվականի ընթացքում։ Այս 300-ից ավել 74 հանրակրթական հաստատությունների կառուցումը մեր դպրոցաշինական ծրագրի այն մասն է, որով մեկնարկել ենք կառավարության հաջորդ 300 դպրոցների կառուցման ծրագիրը։
500 մանկապարտեզ ծրագրով 2021-2026 թվականների ընթացքում աշխատանքներ են իրականացվել 536 նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Ընդ որում 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ աշխատանքներն արդեն ավարտել էին 306 նախադպրոցական հաստատություններում եւ այս տարվա ավարտին առնվազն 500-ում այդ աշխատանքները ավարտված կլինեն։ Ինչպես կարող ենք տեսնել, աշխատանքների ծավալային աճը հսկայական է եւ այն հնարավոր է դարձել մի քանի էական գործոնների շնորհիվ։ Նախ կցանկանայի նշել այն, որ կառավարությունը հաստատելով 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման ծրագրային առաջնահերթությունը դեռևս 2021 թվականին շինարարական կազմակերպությունների համար հայտարարել է այս ուղղությամբ տարվող աշխատանքները տարեց տարի ավելացնելու հստակ եւ կանխատեսելի պլան, ընդգծելով աշխատանքները ժամանակին ավարտելու եւ դրանք որակով կատարելու կարեւորությունը։ Բավարար է նշել, որ ծրագրի մեկնարկի տարում դպրոցի եւ մանկապարտեզների կառուցման եւ նորոգման աշխատանքներում մասնակցող շինարարական աշխատանքների քանակը չէր գերազանցում 20-ը, իսկ այսօր այդ կազմակերպությունների քանակը գերազանցում է 200-ը։ Ընդ որում, մեկնարկային տարում շինարարական աշխատանքների ուշացումները ոչ թե բացառություն էին, այլ տեղի էին ունենում շատ հաճախ։ 2025 թվականին մենք ընդհուպ մոտեցել ենք նրան, որ պայմանագրով սահմանված աշխատանքների գերակշիռ մասն ավարտվել են ժամանակին եւ ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ դրանք ավարտվել են ավելի շուտ, քան նախատեսված է եղել պայմանագրով։ Պետք է արձանագրել, որ պահանջների հստակությունը տվել է իր սպասվող դրական արդյունքը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին, 2025 թվականը կարող ենք համարել այն տարին, երբ նախատեսված աշխատանքներն առավելապես իրականացվել են սահմանված ժամկետներում եւ պահանջվող որակով։ Իհարկե, եղել են նաեւ խնդրահարույց դեպքեր, եւ դրանց պատճառով ստիպված ենք եղել հրաժարվել այն կազմակերպությունների հետ համագործակցությունից, որոնք թերացել են որակի հարցում կամ ժամանակին չեն կատարել ստանձնած աշխատանքները։ Կարող ենք արձանագրել նաեւ, որ մեր շինարարական կազմակերպությունների մեծ մասը 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագիրը համարել են որպես սեփական կարողությունները զարգացնելու իրական հնարավորություն եւ հասել են շատ նկատելի արդյունքների։ Դրանցից շատերն այսօր դպրոցներ եւ մանկապարտեզներ են կառուցում ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի բնակավայրերում։ Այսպիսով 2026 թվականի տարեվերջին կունենանք ամբողջ ծավալով իրականացված եւ 100%-ով կատարված ծրագիր, կառուցված կամ նորոգված նոր գույքով ապահովված առնվազն 300 դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ, ինչպես նաեւ ամուր հիմքեր ծրագրի հաջորդ փուլը սահուն շարունակելու համար։ Կապիտալ ներդրումների իրականացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն են ունեցել ճանապարհաշինական ծրագրերը։ Դրանց շրջանակում 2025 թվականին կառուցվել կամ նորոգվել են շուրջ 504 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, ինչպես նաև իրականացվել են 12 տրանսպորտային օբյեկտների, 10 կամուրջների եւ 2 տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման աշխատանքներ։ 2025 թվականին զգալի առաջընթաց է արձանագրվել հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով կառուցվող տարբեր ճանապարհահատվածների ուղղությամբ։ Մասնավորապես ավարտվել եւ երթևեկության համար ամբողջովին բացվել է աշտարակ Գյումրի մոտ 84 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը։ Մեկնարկել են Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետր ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատվածի հյուսիսային եւ հարավային ենթահատվածների կառուցման միջազգային մրցութային գործընթացները։ 2026 թվականին նախատեսվում է դրանք ամփոփել եւ մինչեւ տարեվերջ կնքել համապատասխան կառուցման պայմանագրեր։ Աշխատանքներ են տարվել Սիսիան-Քաջարան ծրագրի Բարգուշատի 8-6 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման ծրագրի մեկնարկի ուղղությամբ, որոնց արդյունքում 2026 թվականի մայիսի 5-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ ֆրանսիական Vancy Construction Grants Project եւ Razel Bexas ընկերությունների միջև կնքվել է թունելի կառուցման վերաբերյալ համագործակցության հուշագիր։ Մինչև տարեվերջ նախատեսվում է այս ծրագրի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Նախորդ տարի մեկնարկել է նաև Քաջարանի 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման եւ տեխնիկական հսկողության միջազգային մրցույթները։ Այս ամսվա ընթացքում կմեկնարկեն դրա շինարարական աշխատանքները։ Կառավարության գերակայություններից է եղել ջրային ենթակառուցվածքներում կապիտալ ծախսերի իրականացումը, խմելու եւ ոռոգման ջրի կուտակման, կորուստների նվազեցման, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման եւ ջրի հասանելիության ընդլայնման նպատակներով։
2025 թվականի ընթացքում հաջողությամբ ավարտին հասցվեցին Վեդի ջրամբարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցման ֆիզիկական աշխատանքները եւ մեկնարկեց ջրամբարի ջրալցման գործընթացը։ Այս պահին ջրամբարում արդեն իսկ առկա է 9.5 միլիոն խորանարդ ջուր, մինչև այս ամսվա ավարտը նախատեսվում է այդ ծավալը հասցնել առնվազն 12 միլիոն խորանարդ մետրի, որը ջրամբարի հզորության 40%-ն է։ Ուզում եմ նաև պարզաբանել, որ շահագործման մեկնարկը փուլային գործընթաց է, այն տեղի ունեն աստիճանական կարգով, որովհետև այդ ինժեներական կառուցվածքը պետք է հասնի իր կայունացման նախագծով նախատեսված ցուցանիշներին։ Ջրամբարի շահագործման արդյունքում հնարավոր կլինի մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգին, ապահովելով ավելի քան 3.2 հեկտար հողերի հուսալի ոռոգում, ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառության հնարավորությամբ, իսկ այդ սպասարկման տարածքի ոռոգման համակարգի ենթակառուցվածքներում ջրի կորուստները կնվազեն առնվազն 20-25%-ով։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ 2025 թվականին, ինչպես նախորդ տարիների ընթացքում, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրման միջավայրը բարելավելու հարցերը շարունակել են մնալ կառավարության հիմնական առաջնահերթությունների թվում։ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր այս ուղղությամբ կառավարության կողմից իրականացված ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետորեն կառավարել ճգնաժամը, այլև ստեղծել են հուսալի նախադրյալներ հրատապ աջակցությունից սոցիալ-տնտեսական ինտեգրման անցում ապահովելու համար։ Եթե 2023-2024 թվականներին բյուջետային ծրագրերով ֆինանսավորվող աջակցության ձևաչափերում կառավարության առաջնահերթությունը տեղահանվածների կեցության ծախսերի, այդ թվում վարձավճարների փոխհատուցման եւ հրատապ դրամական աջակցության ծրագրերի իրականացումն էր, ապա 2025 թվականին առաջնային է համարվել բնակարանային լուծումների, ինչպես նաև սեփական աշխատանքով արժանապատիվ բարեկեցությունը ամրացնելու նպաստող ծրագրերի իրականացումը։